Ֆիլմը պետք է դիտեին, այսինքն 16-ից բարձր անձինք, այսինքն այնտեղ կար էրոտիկ ինչ-որ տեսարաններ, որոնք փոքրիկ կադրերով էին ցույց տրվում հեռուստաէկրանին ու մեծ խոստումներ կար, որ այդ ամեն ինչը կարող էր ավելի ընդլայնվել, բայց ըստ իրենց կանխորոշման, դա տեղի չունեցավ, այսինքն ֆիլմում, որ պետք է լիներ բաց տեսարաններ, դրանք չէին տեղ գտել ֆիլմում, այսինքն նաև մի դրական բան կար ֆիլմում, որ այն ֆիլմերի շարքին էր դասվում, որոնք գոնե իրենց մեջ այդպիսի ինչ-որ բան պարունակում էին, այսինքն կար գիրք, կար էմոցիա, կար նաև հուզականություն, սակայն համեմատություն եմ արել թատրոնի հետ, որովհետև Արա Եղենջակյանը մինչ ֆիլմը ցուցադրել է, նկարահանել է, այն բեմադրվել է նաև բեմում, թատրոնում ու ամենաավելի տպավորիչ էր այն, որ կարծես դու գտնվում ես ոչ թե հեռուստացույցի առջև, այլ թատրոնում, խաղը այդպիսին էր, և Լուիզայի և մյուս իր կոլեգայի խաղը հենց այդպիսին էր, թատերական ներկայացում էր գիծ ֆիլմ, երկուսը մեկում։